Պարոն Ավանեսյան, նախ երբ որ քննարկում ենք, այդպես դուք պաշտպանում եք, ճիշտ եք անում ձեր նախագիծը, բայց մի տենց ջղայնացեք, այսինքն երբ որ սկզբունք ենք առաջարկում, դե որ տենց է, հեսա ձեզ էլ կներառենք, բան, չէ, տենց խնդիր չկա, ես չեմ վախենում, ես տենց դե որը տենց է չէ, էլի, ես նախ խիչ եմ ասել, ես սկզբունք եմ ձևակերպել, մեկ էլ մի հորդոր այսպես խորհուրդ եթե կընդունեք, ես այդ նկատել եմ, ես կուզենամ, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները խոսեն հայերենով եւ եթե տերմիններ են օգտագործեն հայերեն տերմիններ, ես դա շատ եմ ուզում եւ հետագայում եմ այդպես ուզելու, կընդունեք թե չէ դա ձեր գործն է։ Ուրեմն հիմա եւ օրինակ հիմա գալով տեսեք, այս նախագիծ իրականում խնդրահարույց է։ Հիմա բերել եք, պաշտպանում եք, դուք շատ եք, ես մենակ բան, բայց խնդիրը դրանում չի։ Հիմա ինչ եք ասում։ Ախր որ մեզ կողքից հիմա լսում են մեր հայրենակիցները եւ օրինակ վստահ եմ մի մասը այս հարցը իր մոտ առաջանալու է։ Այսինքն կա կառավարությունում մի անդամ պայմանական, որը որ հակում ունի հանրային շահը ստորադասի սեփական շահին, հակում ունի այդպիսի, դուք ձևակերպում եք, որ այդպիսի բան է հնարավոր եւ ասում եք այդպես, որ իր ոլորտում բացառենք իր այդ փոխկապակցված անձի պետական գնումների մասնակցությունը, վերջ, ամեն ինչ լավ է, չէ, այդպիսի հակում ունեցողը, եթե կա եւ կլինի կամ կար, այդպիսի հակում ունեցողը վստահ եմ, կդիմի իր գործընկեր նախարարին, որտեղ իր հետ փոխկապակցված անձը մասնակցում է պետական գնմանը, այսինքն կամ իր գործընկեր նախարարության քարտուղարին, այդ աշխատակազմի ղեկավարին կամ եւ այլ, այսինքն խնդիրը ստեղ ոչ թե կոշտ բան տենց շատ կատեգորիկ կերպով արգելելու մեջ է, այլ խնդիրը ստեղ այդ հակումով մարդուն պաշտոնում տեսնելու եւ հետագայում դրա գործունեության ընթացքի մեջ է։ Այսինքն այս մի դուռը որ փակում եք, հարյուրավոր այլ դռներ կան, որ բաց են մնում, հարյուրավոր այլ ռիսկեր կան, որ նոր առաջանում են, այսինքն ընդամենը մի փոքր առաջնային մակարդակում դուք փորձում եք իբրև թե բարդացնեք այս գործը, բայց խնդիրը համակարգային է, այսպիսի կոշտ, ինչ-որ տեղային կոշտ միջամտություններով, այն ձեր նկարագրած, այդքան էլ ճիշտ, այն ձեր նկարագրած համակարգային խնդիրը, որ կա, որ ես նաև շնորհակալ եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը պարզ եւ անկեղծ ներկայացրեց, դա այս խնդրին սա դարման չէ, սա լուծում չէ ամբողջական, գուցե ինչ-որ չափով փոփոխ ես չեմ բացառում, ինչ-որ չափով դրական, բայց սա ամբողջական լուծում չի եւ վախենամ թե մեկ-երկու հարց լուծելով ավելի շատ խնդիրներ առաջացնի։ Ես դեմ չեմ կոշտ կարգավորումներին, բայց ես դեմ եմ շատ այսպես սուբյեկտիվ, այսպես տեսանք, սևեռվեցինք, որտեղ անցած անգամ էլ ձեր բերած նախագիծը գնումների մասով էլի իմ մոտ այդ տպավորությունն է թողել, ես դրա մասին ասել եմ պարոն Ավանեսյանին, ոնց որ ասենք մի բան տեսնեք, այսպես ներվայնանաք, սևեռվեք, բերեք այդ խնդիրը սենց ասեք, հեսա սպասի տես ինչ եմ անում, բայց ես առաջարկում եմ այդ հարցերը պիտի դիտարկվեն համակարգային, այսինքն ամբողջական համակարգի մեջ, եթե մենք իհարկե ուզում ենք, որ արմատապես այդ խնդիրը լուծենք, այլ ոչ թե այսպես պատժենք կամ դե տես հեսա ես քեզ ինչ կանեմ այս մոտեցմամբ։ Շնորհակալ եմ։